Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Բաղրամյան Սպ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը։ Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը Բաղրամյան Սպ-ն է։ Acer M-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը։ Նա վստահեցրել է, որ եթե արդեն ցորենի առաջին խմբաքանակը տեղ է հասել, ուրեմն որևէ խոչընդոտ չի եղել։ 35 տարի չէր եղել, հիմա փաստ է ցորենը եկել է։ Մենք, մեր հարանները չենք կարող որևէ բան փոխել։ Հիմա լավ ենք արել, որ օգտվել ենք այս հնարավորությունից, թե վատ ենք արել։ Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե հայում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանով ճիշտ կլիներ։ Կարծում եմ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուր բացվելը միայն ողջունելի է, ասել է նա։ Ընկերության տնօրենը նշել է, որ այս ճանապարհն այլընտրանք է, որից կշահեն բոլորը։ Հրաժարվելն էլ մեր կողմից սխալ կլիներ պետության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթանա։ Դուք տեսնում եք, չէ, ինչ է կատարվում Լարսում։ Դրան էլ գումարած ռտմուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչ օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ, բեռնատարները կանգնեցրել են ու չեն քշումը, ասել է Գասպարյանը։ Նա նշել է, որ այս ճանապարհի շնորհիվ հացի գինը էականորեն չի նվազելու, իսկ մտահոգությունների մասով, որ կարող է Ադրբեջանը մի օր որոշի ճանապարհը փակել, ընկերության տնօրենն ասաց, այդ հարցի պատասխանը իրենց տիրույթում չէ։ Բայց մենք, որպես ընկերություն, մեր սեփական մեքենաներն ունենք, ներկրում ենք։ Հիմա, եթե որոշի փակել, մենք մեր մեքենաներով էլի կբերենք այնպես, ինչպես մինչ այս ճանապարհի բացելն էր, էլի փոթիով լաստանավով կբերենք։ Մինչ հիմա ոչ մի խնդիր չի եղել, չէ՞։ Այս ճանապարհը հիմա որ լինում է, ողջունելի է, ավելի լավ, թող լինի մի նոր ճանապարհ։ Կայքում նշվում է, որ Բաղրամյան Սպ-ն պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ, կեսից ավելի մասնաբաժին ունի։